այս պահին առաջարկում եմ տեղափոխվել խոհանոց, որտեղ Անուշը կազմ պատրաստ, բայց նա միայնակ չէ, ինչպես մենք որ նշեցինք, food blogger Էլենի հետ այսօր հրաշալի բաղադրատոմս է մեզ ներկայացնելու, բայց միշտ բաղադրատոմսը Անուշ, խնդրում եմ, զաֆրանի դաշտեր գնացիր, ծանոթացար այդ ամենին, բերեցիր քեզ հետ մի փոքր զաֆրան։ Ինչպես թե։ Բերել ես ուրեմն ողջույն եւ բարի գալուստ։ Այո, մենք շատ ուրախ ենք, երբ դու գնում ես այսպես առատաձեռն վերադառնում ես, այո, առավոտ լսել խոհանոց եւ գյուղերից դատարգաձեռն չենք վերադառնում երբեք։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, Էլեն ջան, բարի գալուստ մեր տաղավար, ներկայացրու ինչ ես պատրաստելու այսօր եւ հետո ես արդեն զաֆրանի թեյ կպատրաստեմ։ Շատ տվանուշ ջան, այսօր պատրաստելու ենք աղցան քինոայով, լոլիկի եւ պղպեղի ջրերով, սերմերի խառնուրդով եւ կանաչ ռեհանով, բազիլիկով։ Հրաշալի, օգտակար, շատ համեղ աղցան ենք ստանալու։ Մինչև դու սկսես պատրաստել, ես կկտրեմ ջիրը ընթացքում, մենք այստեղ սագախոտը արդեն խաշել ենք, բայց աղ չենք ավելացրել, այո, ասեմ, հիշեցնեմ, դու կարող ես ավելացնել, ես պատրաստեմ թեյ ու սկսեմ կտրել լոլիկի ջիրը։ Եկ նախ նշեմ ինչպես ենք պատրաստել, ինչպես ենք խաշել քինոան։ Քինոայի խաշելու լավագույն տարբերակը 2-ին 1 հարաբերակցությամբ ջուր եւ քինոա ավելացնելը եւ 15 րոպե խաշելն է, ապա 5 րոպե թողնում ենք փակ կաթսայում եւ վերջ, իդեալական կստանաք քինոան։ Հիմա ես սա կավելացնեմ։ Տիկին Անուշն ինձ ասաց, որ ընդամենը մի քանի հատիկ ավելացնում ենք մեկ բաժակի համար, ես այստեղ մի քիչ շատ ավելացնում, ասաց 3 հատիկ, բայց ես մի 15 հատ ավելացրեցի, հիմա տեսնենք գույնը ինչպես կլինի, ես պարտադիր այսօր փորձելու եմ և թեյը և աղցանը, Էլեն, և պատմիր, թե որտեղից ես գտել Էլեն այս բաղադրատոմսը։ Բաղադրատոմսը իմն է, ուղղակի բաղադրիչների համադրությունը կարծեցի, որ լավ կլինեն, ու այդպես մի քանի տարի առաջ ես համադրությունը որոշեցի պատրաստել, շատ դուր եկավ ինձ։ Իսկ հետևորդներին դուր եկավ, արդյոք ներկայացրել ես քո համացանցում, թե ոչ։ Բլոգում ոչ, իմ կայքում էի ներկայացրել տարիներ առաջ, բայց այսօր ճիշտ եք ասում, նաև այնտեղ կգցվեմ։ Այո, ինչու ոչ։ Ձեր հետևորդներից շատերը գուցե հիմա դիտում են։ Անուշ, խնդրեմ նաև պարտադիր ներկայացնել մեր թեյի շատ կարևոր եւ օգտակար հատկությունների մասին, որովհետեւ մեզ ներկայացրեցիր, մենք ապշել ենք լավ իմաստով, դրա համար պարտադիր պիտի փորձենք, բայց թող հեռուստադիտողները որքան օգտակար է զաֆրանը։ Զաֆրանը շատ օգտակար հատկություն ունի, բայց ամենակարևոր հատկությունը, որ շատ հագեցած է այդ վիտամիններով, հակաօքսիդանտ է, շատ ուժեղ եւ քաղցկեղի դեմ է պայքարում, ընդհանրապես զաֆրան եթե շատ հաճախ օգտագործեն, երևի թե ապահովագրված կլինեն մարդիկ եւ արյունն է մաքրում, ինչպես տիկին Անուշն ասաց, շատ դեպքերում օգնում է եւ սիրտանոթային հիվանդությունների ժամանակ իհարկե շատ կարեւոր է զաֆրան օգտագործել։ Հետաքրքիր է, որ զաֆրան ամբողջ աշխարհին մատակարարվում է մեծ իմաստով Իրանից, ուզում եմ հասկանալ արդյոք կլիմայական պայմաններն են նպաստում, որ այնտեղ է շատ հաճախ։ Բայց արդեն այսօր հասանելի է այն նաև Հայաստանում։ Այո։ Սա մեծ պարտությամբ պետք է։ Հենց այդ միտքն է Տիկին Անուշին Շվեյցարիայից բերել այստեղ իր հայրենի Սարի գյուղ եւ աշխատատեղեր ստեղծելու համար եւ մտածում է ինչու ոչ, ինչու եթե հարևան երկրում աճում է, ուրեմն այստեղ էլ կաճի եւ չի սխալվել ու հիմա տարբեր մարզերում իր օգնությամբ շատերը վերցրել են, ինքը սովորեցրել է ինչպես աճեցնել եւ այդպես հիմա շատ մարզերում արդեն աճեցնում են։ Եվ դա այսօր առավոտ լուսոյի տաղավարում մենք նույնիսկ թեյն ենք վայելելու։ Էլեն, պատմիր, արդեն քինոան ավելացրեցիր, հիմա ի՞նչն ես ավելացնում։ Քինոային ավելացնում եմ բազիլիկի տերևները, կառաջարկեմ չկտրատել, ուղղակի ձեռքով մասնատել եւ ավելացնել աղցանին։ Եվ Անուշը ավելացնում է լոլիկի ջիրը։ Կտրատելով։ Այո։ Իդեպ ես իմացա, Էլեն, որ դու շատ ես սիրում նոր բաղադրիչներով ինչ որ հետաքրքիր ուտեստներ հորինել։ Օրինակ ես շատ չեմ հորինում։ Բայց դու սիրում ես այդպես նոր բաղադրատոմսեր հորինել։ Ինչպես է ստացվում։ Գնում ես խանութ, տեսնում ես ինչ որ օրինակ, չգիտեմ, պղպեղի ջիր է դրված։ Մտածում ես ինչ կարող եմ պատրաստել եւ գնում ես։ Նախ խանութում ընտրում եմ այն ամենը, ինչ ինձ անծանոթ է։ Ամենակարևորը։
Մի քանի անծանոթ բաղադրիչներով։ Երբ որ հասնում եմ տուն, արդեն սկսում եմ մտածել, արդյոք դրանք համադրելի են թե չէ, ու ինչեր կարելի է պատրաստել, կարող են դրանք տարբեր ուտեստների մեջ օգտագործվել։ Այդպես փորձում եմ համադրություններ ինչ-որ ստեղծել։ Իմ հետաքրքրությունն եմ բավարարում։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչ են իմ բոլոր ուտեստները միանման եւ նույնը, որովհետեւ ես միշտ խանութից գնում եմ այն մթերքները, որոնք որ ես ծանոթ եմ։ Անկեղծ ասած ես էլ եմ այդպես անում։ Բայց հիմա բացահայտում ասած ես հասկացա, որ ես ընդհանրապես անծանոթ որևէ մթերքի չեմ էլ մոտենում։ Երբեք չեմ մոտենում, ես կասեի։ Այև մարդկանց դա մի քիչ ռիսկային է։ Այո։ Բայց հենց այդպես է ծնվում նոր բաղադրատոմսը։ Այո։ Բայց հետաքրքիր է Էլեն, այդ հետաքրքիր բնավորության այդ գիծը վերաբերում է միայն խոհանոցին եւ ուտեստներ պատրաստելուն, թե առհասարակ կյանքում հետաքրքրասեր ես ու ցանկացած անծանոթ երևույթ փորձում ես ընկալել, հասկանալ ու դարձնել ծանոթ արդեն։ Չէ, երևի միայն հետաքրքրություններս խոհանոցում եմ այդպես կատարում, այդպես եմ ընտրությունները կատարում, մնացած ոչ մի բանում այդպես հետաքրքրասեր չեմ, ինչպես խոհանոցում։ Իդեպ Էլենը ծրագրավորող է մասնագիտությամբ։ Օհո։ Բայց շատ է սիրում խոհանոցը եւ շատ հետաքրքիր, շատ հեռու է իրարից։ Այո, հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում։ Եվ կան մարդիկ, ովքեր նույնիսկ աշխարհն են նման տրամաբանությամբ ճանաչում, շատերս գիտենք մարդկանց, ովքեր ունեն ավանդական դարձած ծովափեր եւ ամեն ամառ օրինակ կամ չգիտեմ, ավելի մեղմ եղանակային պայմաններում գնում են տվյալ ծովափը եւ որևէ փոփոխության չեն ուզում ենթարկել իրենց հանգստի ձևաչափը։ Հիմա ինչ է դա հիշեցնում մեզ։ Երբ դիմացը ձմեռ է, ինչ ենք մենք խոսում ամռան մասին, ծովափնյա հանգստի մասին։ Գիտես ինչու՞։ Չէ, ինձ դուր չեկավ այդ պահը։ Որտեղ առաջարկում եմ ի վերջո գտնես քեզ անծանոթ տաք լողափեր, որովհետև վստահաբար հիմա էլ կլինեն այդպիսիք։ Վերադարձիր հայ, Կարավոտ լսոյի տաղավար, խոհանոցում պատրաստվում է շատ համեղ աղցան։ Յահա, մենք մոռաց ասեմ, եւ թեյը։ Եվ թեյը։ Այո, տեսնում եք գույնը որքան հաճելի փոխվում է արդեն։ Եվ ասում է Տիկին Անուշը ցույց տվեց կադրում, ասում է, երբ արդեն լավ թրմվում է, մի քիչ ժամանակը քիչ է այստեղ անցնի, որպեսզի երևա, երբ որ բաժակի մեջ այսպես ես անում, յուղայնությունը ամբողջը տարածվում է այդ շուրջը եւ հասկանում ես որակյալ զաֆրան է դա, թե ոչ։ Մենք կլցնենք բաժակի մեջ եւ կհասկանանք։ Հիմա ավելացնենք Ինչից նաեւ ելնելով կարող ենք որոշել, որ անորակ է, ինչ պայմաններում պետք է աճի զաֆրան, որ հասկանանք կամ ոչ լինի անորակ։ Կան չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ շատ օրինակ շատ կան այդպես մի քիչ ավելի արհեստական գույներ, գուցե ավելացրած լինեն, գուցե գույնը տա, բայց այն օգտակարությունը չլինի։ Բայց դու նայի աղցանի գույներին հենց այս պահին։ Մի փոքր աղ ավելացրի, մի փոքր չէ, շատ, որովհետև քինոային չէինք ավելացրել եւ սերմեր ավելացրեցինք, սերմերի խառնուրդ։ Մի փոքր էլ ավելացնում, կարծես թե քիչ էր։ Եվ ավելացնում ենք սպիտակ գինու քացախ։ Իսկ ինչու գինու քացախ էլ։ Ճիշտ ասած չգիտեմ ինչպես են սա ստանում, բայց հենց անվանում են գինու քացախ, երևի գինու process-ից ստացված քացախ է։ Հենց այսպես է համեղ։ Դու փորձել ես եւ այսպես ես հավանում։ Այսպես ավելի նուրբ համուն է սպիտակ գինու քացախը։ Բայց մեր հեռուստադիտողները, եթե չունեն գինու քացախ, կարող են օգտագործել Կարող են նայել սպիտակ խնձորի քացախ։ Խնձորի քացախ, իհարկե, կատակում Սպիտակ գինու քացախ շատ հաճախ հանդիպել են ֆրանսիական խոհանոցում իմիջայլոց, նույնիսկ ապուժների մեջ։ Օ, ապուժների մեջ հետաքրքիր Ափսոս չես պատրաստել։ Մի անգամ բավական ռիսկային չեմ պատրաստել, ոչ։ Ռիսկային քայլի գնացինք, պատվիրելով սոխով հարուստ ապուր, բայց որևէ բույր եւ համ որպես այդպեսին չկար, որովհետեւ այն համեմված էր սպիտակ գինու քացախով։ Եվ մեծ հաճույքով ըմպեցի։ Եվ հիմա ձիթապտղի յուղ ավելացնենք։ Եվ մոտենում ենք ավարտին, արդեն։ Շատ արագ ստացվող, շատ օգտակար աղցան։ Ես արդեն կարող եմ ավելացնել։ Բաղադրություն է սա, հիշենք խնդրում։ Թե իհարկե լավ կլիներ մի փոքր էլ սպասեինք։ Գրավիչ է, չէ՞ թեյի գույնը, բայց Իսկապես որ գրավիչ է։ Գիտես, նաև պատմությունն է գրավիչ, որ Անուշը իր ձեռքով, իր աչքով գնացել է տեսել այդ ամենը։ Հավաքել է իր ձեռքով եւ այսօր այստեղ տաղավարում նաև պատրաստում է եւ հյուրասիրում է մեզ։ Սա էլ է շատ կարևոր։ Այսպես Աղցանը տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ։ Եվ հիմա ինչ ենք անում Էլեն։ Աղցանի հետ շատ լավ նաև համադրվում է պղպեղի ճիրը եւ վերջում ավելացնում ենք նաև պղպեղի մարինացված ճիրեր։
Սա է նորությունը, հա, կարծես մեզ համար բոլորիս։ Այո, ընդհանրապես լոլիկի ճիրը արդեն մոդայիկ է դարձել եւ շատ է կայացել, բայց անկեղծ ասած մենք էլ մեր խոհանոցում առաջին անգամ ենք օգտագործում, այնպես որ շնորհակալ եմ Էլեն, շատ գեղեցիկ ստացվեց, շատ օգտակար ամենակարևորը, սագախոտ ընդհանրապես շատ օգտագործեք, որովհետեւ շատ օգտակար հատկություն ունի։ Շնորհակալություն ձեզ, միացեք մեզ։ Սիրելի Էլեն, Անուշ, ինչպես միշտ դու զարմացնում ես մեզ նորություններով ու հետաքրքիր կոլորիտային տրամադրությամբ, որ բերում ես մեզ այդ մարզերից, մենք գնանք փորձենք, Լուսինե։ Գնանք անպայման։ Դուք մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, Առավոտ լուսոն եթերում է եւ շարունակում է իր աշխատանքը, խնդրեմ։